Եթե չհասցրիր առցանց լրացնել հայտը, ուրեմն երեխատ հնարավոր է զրկվի նախընտրած դպրոցից։ Սա այս օրերին առաջին դասարանցի ունեցող ծնողների շրջանում ամենաքննարկվող ու անհանգստացնող թեման է։ Առավոտյան հարևանուհուս հետ կես ժամ անընդհատ փորձել ենք, չստացվեց։ Facebook-յան մեր գրառմանն արձագանքած ծնողներն են մեկնաբանում հունիսի 24-ից մեկնարկած առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլի մասին։ Տեսախցիկի առաջ խոսել չեն ուզում, բայց նշում են համակարգը ծանրաբեռնված է, հայտագրումը կարող է ձախողվել։ Դա իհարկե բավական մտահոգիչ խնդիր է, որտեղ սա նաև ցույց է տալիս, թե որքան տարբերություններ կան մեր դպրոցների միջև։ Մենք պետք է այնպիսի իրավիճակ ունենանք, որ ծնողը շատ չմտահոգվի, թե իր երեխան որ դպրոց է գնում, որովհետև պետք է բոլոր դպրոցները քիչ թե շատ իրար հավասար լինեն։ Բայց ցավոք Հայաստանում կան անհամաչափություններ։ Ընդամենը 30 վայրկյանի ընթացքում պետք է ծնողը հասցնի հայտագրել։ Խոսքը վերաբերում է մեծ պահանջարկ ունեցող դպրոցներին, որոնցում տեղերը սահմանափակ են, ցանկացողները շատ։ Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15,000 է։ Սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ համակարգի գործարկման առաջին վայրկյաններին միաժամանակյա հարցումների թիվը գերազանցում է 45,000-ը, ինչը նշանակում է, որ միևնույն երեխային տարբեր սարքերից փորձում են հայտագրել։ Դրա արդյունքում համակարգն ունենում է մեծ ծանրաբեռնվածություն եւ դժվարանում է երեխային նախընտրած հաստատությունում հայտագրելու գործընթացը։ Կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար ներդրվեց առաջին դասարանցիների առցանց գրանցումը, ասում է փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Ծնողները որոշակի հոգեբանական խնդիրներ կունենան, բայց որպես մխիթարություն ուզում եմ ասել, որ որպես նաև Երևանի պետական համալսարանի դասախոս ես տեսել եմ շատ աշակերտների, որոնք սովորել են ամենալավ դպրոցում, բայց շատ թույլ են եղել, եւ աշակերտների, որոնք սովորել են քիչ հայտնի դպրոցում, բայց շատ պատրաստված շրջանավարտներ են եղել, այնպես որ շատ բան կախված է երեխայի ծնողներից եւ բոլոր դպրոցներում էլ կան եւ բարձրակարգ ուսուցիչներ եւ ավելի թույլ ուսուցիչներ, այնպես որ ի վերջո ամեն ինչ ինչ-որ մի բալանսի գալիս է։ Մարզկենտրոնում գործող մի շարք դպրոցներում արդեն իսկ հայտագրվողներ կան, բայց գրեթե սպառվել են թիվ 3 եւ թիվ 7 դպրոցների տեղերը։ Այս հաստատություններում կրթության որակը մյուսներից առավել չէ, բայց այստեղ սովորել ցանկացողների թիվը միշտ շատ է լինում։ Սյունիքի մարզը 1570 առաջին դասարանցի է ունեցել 2024-25 ուստարում։ Մենք Սյունիքի մարզում միայն 2 դպրոցում ենք ունենում հիմնականում հայտագրման հետ խնդիրներ, դա Կապանի թիվ 7-ն է եւ Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցը, որտեղ հայտագրման process-ը րոպեների արագությամբ է կատարվում, դե համարում եմ որպես քաղաքային դպրոց վերանորոգված բոլոր հնարավորություններով կրթական միջավայրով ապահովված դպրոց եւ նաեւ կարեւորում եմ այն թաղամասը, այն տարածքը, որտեղ որ բնակելի շենքեր շատ են եւ այդտեղ դպրոցահասակ երեխաները շատ են։ Դե իսկ գյուղական բնակավայրերի դպրոցներում դեռ քիչ թվով հայտագրվողներ կան։ Լուծումը դպրոցների համաչափ զարգացման մեջ է տեսնում Սերոբ Խաչատրյանը, ինչը երկարատև աշխատանք է պահանջում։ Այն երկրները, որոնք հաջողության են հասել այս ոլորտում, իրենք հաջողության են հասել դպրոցները հավասարեցնելու միջոցով, որպեսզի ծնողը չնստի ամիսներով մտածի, թե որ դպրոց պետք է գնա իր երեխան, հա։ Մենք Երևանում ունենք ծնողներ, որոնք ամիսներ շարունակ դպրոց են փնտրում իրենց երեխայի համար։ Կա անվստահություն, կա անհամաչափ զարգացում։ Եթե Կապանում որևէ դպրոց այսպես ֆունդամենտալ վերանորոգվում է, այն կողքի դպրոցները հայտնվում են ոչ բարենպաստ վիճակում։ Այստեղ միգուցե պետք է կլաստերային մտածել, այսինքն հարևան դպրոցն ու այդ դպրոցը միաժամանակ վերանորոգել, հա, որպեսզի իրենք այդ մրցակցության մեջ անհավասար վիճակում չհայտնվեն։ Հայտագրման համակարգը կգործի մինչև 2025-26 ուսումնական տարվա ավարտը։